Ես Սևանն եմ, Շահմիրյան, մարզիչ, խմբային մարզումների, բայց նաև երաժիշտ եմ, այսինքն հավասար եւ մարզիչ եւ երաժիշտ։ Իսկ հիմա պատրաստվում եմ իմ մենամերկին։ Երաժշտությունը իմ համար այն երազանքն է։ Դրա համար միշտ եղել է ու 20 տարի ես աշխատել եմ մենակ, իհարկե խումբ եմ ունեցել, խմբից հետո շարունակել եմ, եղել է շատ պահեր, որ պետքա ստոպ անեի, բայց չի պատահ այդ բանը կյանքումս երբեք ու փորձել եմ այտենց բալանսավորեմ, որտեղ երկուսն էլ պետք են իմ կարծիքով իմ կյանքում։ Լինելու եմ ոչ որ միշտ մենակ, իմ գործիքներով, լինելու է 9 հատ երաժշտություն, առանձին track եւ ամեն մեկը ունենալու է առանձին վիզուալ վիդեոներ, որ բոլորը ես եմ արել, պատրաստել։ Last Breath-ը եկել այդ պահին, որ ես Ամերիկայում հանդիպեցի մի հոգու ու իրան խնդրեցի, որ ինձ օգնի, որ համերգ անեմ Ամերիկայում, բայց ինքը որ հասկացավ, ես բյուջե չունեմ, մի խոսքով, սկսեց ինձ շեղել, այսինքն ասեց, ավելի լավ է չանես, ընդհանրապես երաժշտություն չանես ու նման բաներ։ Հետո մի քիչ հիասթափված էի, մի քիչ շատ, բայց երկու օրից նենց որ միշտ իմ մոտ միանգամից ինչ-որ բան նորից սկսում է վառում ինչ-որ բան, սկսեցի գրել բառերը ու track-ի անունը կոչվեց Last Breath, ոնց որ ծովի տակ ու զգում եք, որ դուք որ հասնեք վերևում կարաք շնչեք ու այն վերջին շունչը պահում եք մինչև հասնեք։ Նման բաներ։ Իհարկե ունեի ինչ-որ track-ներ, պատրաստում էի ալբոմը, բայց ընդհանուր ալբոմի անունը կոչվավ The Last Breath, որ նաև մի հատ track-ներից մեկի անունն էլ է Last Breath։ Կարծում եմ առաջին անգամն է լինելու Հայաստանում, որ համերգը ամեն մի track-ը ունենալու է ոչ թե միայն վիզուալներ, ունենալու է ոնց որ շատ կարճ կինո, short movie է լինելու, այսինքն ամեն մի հատ track ունի առանձին սցենար, այդ սցենարը նենցավ որ երաժշտության այդ բառերին կապ ունի, ուղղակի կապ չունի, բայց մենք սրան ասում ենք աուդիո-վիզուալ փորձառություն։ Ինձ թվում է Հայաստանում ինչ որ մեկը այս տիպի բան չի արել եւ երաժշտության ոճը մի քիչ ինձ թվում է Հայաստանում նոր է։ Մենք ասում ենք էլեկտրոնային կինեմատոգրաֆիկ, այսինքն երաժշտությունը էլեկտրոնիկ է, բայց ոչ այն էլեկտրոնիկը, որ բոլորը սպասում են, ավելի շատ կինո, soundtrack նման բան է ու երկար է track-ները, բայց ոնց որ ճամփորդում ես ամեն track-ի հետ, մի հատ պատմություն ունի, ինքը քեզ ասում է, ինքը քեզ տանում է ինչ որ մութ տեղեր ու տեղից քեզ ասում է, որ ոնց վերադառնաս լույսին։ Ես ամեն track որ գրում եմ իմ փորձառություններին կապ ունեցող, այսինքն ինչ որ երգում եմ, դրանց ապրել եմ նախկինում։ Որտեւ իմ մարզչական կյանքում էլ տենց, այսինքն անընդհատ փորձում եմ ժողովրդին քաջալերել, պարապելու համար, մարդա գալիս ասում է վնասել եմ ինձ, մարդա գալիս ասում է էներգիան չունեմ, մոտիվացիան չկա պարապելու, ես պետքա միշտ փորձեմ ու դա դարձել է իմ համար մի հատ սովորություն կյանքում, որ ապրեմ։ Դրա համար ընդհանրապես դե բոլորն էլ իրենց կյանքում ունեն դժվար պահեր, տխուր պահեր, ես դրանցից դուրս եմ եկել ինչ-որ ճանապարհով ու առաջարկում եմ ժողովրդին, որ լսում են։ Տենց որ մի հատ ճամփորդելու են իմ հետ։ Առաջին բանը, որ իմ երաժշտության մեջ կարող եմ ասեմ, միշտ զգալի է հույսն է, որովհետև հավատում եմ կյանքում վերջին բանը, որ հոգուց հետո, այսինքն հոգու հետ դուրս է գալիս մարմնից, հույսն է, հույսը մինչև վերջին պահը ամեն ինչում կա, այսինքն դու ամենատխուր, ամենահիասթափված վիճակում էլի մի բան քո հետ կատարվում, ասում ես, այս հույսը կա, կարող է ինչ-որ բան պատահի։ Իմ երաժշտության հետ միշտ կա հույսը, միշտ, թեկուզ վերջին պահին, վերջին նախադասության մեջ մի բան ասում է, որ այդ մարդը չեմ թողնում։ Կան երաժշտություններ, որ օրինակ իմ սիրած խումբը Pink Floyd-ը ինքը քեզ թողնում է այդ մութ տեղում, որ դու գտնես ճանապարհը։ Բայց ես փորձում եմ ինչ-որ ձևով, որ ինքս անցել եմ, առաջարկեմ, որ այն հույսի միջոցով կարելի է հասնել լույսին։ Ընդհանուր երաժշտությունը եւ բառերը արդեն մոտ 1 տարի ու կես տևել է որ գրել եմ։ Փորձում եմ բառերը նես չլինի, որ ուղղակի գրեմ։ Կան երաժիշտներ, որ իհարկե հարգելի է, բայց որ պետքա լինեն այդ տեմպի մեջ, արագ պետքա լինեն, իրանք սկսում են ավելի արագ գրել։ Իսկ ես փորձում եմ հաստատ այն ինչ որ ուզում եմ փոխանցեմ, ինքս դրան նախապես անցած լինեմ այդ ճանապարհը։ So 1 տարի ու կես տևել է մինչև երաժշտությունը եւ բառերը պատրաստել եմ 2026 հունվարից պատրաստել եմ վիզուալները, վիդեոները
եւ արդեն համարյա պատրաստ է բոլորը։ Իմ կարծիքով երաժշտության կապված երկու ճանապարհ կա ճանապարհ, որ դու փորձում ես լինես տեմպի հետ, փորձում ես լինել թրենդի հետ, ես դրա մասին գաղափար չունեմ, բայց կա ինչ տարբերակ, որ դու քո մեջ ինչ-որ բան ես զգում ու դրանով ես սկսում ու շարունակում ես։ Մի քիչ կարող է երկար տևում, որ ժողովուրդը հասկանան այդ ինչա, մանավանդ եթե նոր է, ինձ թվում է, եթե երաժիշտներ որ գնում են այն ճանապարհը, որ իրենց սրտով է, երբեք չհիասթափվեն, որովհետև հաստատ աշխարհում կան մարդիկ, որ ձեզ գնահատելու են եւ մի օր կհասնի այն պահը, որ դուք կասեք, որ ինչ լավ էր, որ մնացի այս ճանապարհում։ Հաջողված համերգը ինձ թվում է այն, որ համերգից հետո իմ համար ինձ թվում է անհնար է, որ այսինքն բոլորի համար անհնար է, որ 100%-ով բոլորին փոխանցես այն ինչ որ ուզում ես, բայց ես եթե իմ համերգից հետո գոնե 50% ժողովուրդը իմ խոսքերից ինչ որ բան քաղեն, որպես ընկեր, որպես հարազատ, որպես մարզիչ, ինչ որ ասում են ինձ, դա իմ համար արդեն հաջողված է, որ ես փոխանցել եմ այն ինչ որ անցել է իմ հետ, իրանց եմ փոխանցում եւ օգտակար լինի խոսքով։ Եվ եթե մեկ նախադասության ուզենամ հրավիրեմ, կարող եմ ասեմ հաստատ եթե մասնակցեք համերգին, համերգից հետո կասեք, որ էս ինչ նոր բան էր, նման բան չէինք տեսել Հայաստանում։